Այլ ոճով հաղորդումն է եթերում, իսկ ես առաջարկում եմ միասին հավաքել իմ այսօրվա կերպարը եւ գնալ ծանոթանալ մեր հյուրի հետ։ Դե իհարկե, թրենդային գույնը անպակաս է, բորդո։ Սեփական ոճի մշտական փնտրտուքն ու տարբեր փորձարկումների հանդեպ սերն այս անգամ նրան հուշել են պատկերացնել իրեն այլ ոճով։ Մեր այսօրվա հյուրը Արմինեն է, որ դժվարանում է ընտրության հարցում, բայց պատրաստ է կտրուկ փոփոխությունների։ Եկեք ծանոթանանք նրա հետ։ Ես Արմինեն եմ, 42 տարեկան, Երևանից եմ, ամուսնացած եմ, ունեմ 3 դուստր, մասնագիտությամբ անգլերեն եւ ռուսերեն լեզուների մասնագետ եմ, հիմա աշխատում եմ որպես գրասենյակի մենեջեր, ադմինիստրատոր։ Դիմեցի հաղորդմանը, որպեսզի ստանամ մասնագիտական խորհուրդ պրոֆեսիոնալների կողմից, թե ինչպես կարող եմ փոխել ոճս, որը համապատասխան կլինի հիմա ինձ իմ այս կյանքի փուլում։ Ողջույն Արմինե։ Ողջույն։ Մի փոքր պատմեք ձեր մասին եւ հետաքրքիր է թե ինչու եք ուզում կերպարանափոխվել։ Կյանքիս տարբեր փուլերում դիմել եմ կերպարանափոխությունների, եղել է սանրվածքի տեսքով, եղել է հագուստի ոճի տեսքով, գունային տարբեր լուծումներ եմ ստացել, սանրվածք, կարճ, երկար, իմացա հաղորդման մասին, ֆորմատը, որ պրոֆեսիոնալ ոճաբանի հետ դիմելու ենք փոփոխությունների, ցանկացա այս անգամ արդեն մասնագիտական կարծիք լսել, գուցե հետաքրքիր ինչ-որ ոչ առաջարկի մեր ոճաբանը, որը մինչև հիմա ես չեմ դիտարկել կամ դիտարկել եմ, բայց չեմ հասկացել, որ դա իմն է, այդ պատճառով որոշեցի դիմել։ Նաև սիրում եք կտրուկ փոփոխություններ։ Այո, չեմ վախենում։ Ինչ եք փնտրում։ Չգիտեմ, գուցե բնավորությանս գիծն է, ինչ-որտեղ մաքսիմալիստ եմ, քիչ իմաստ չունի ինչ-որ բան փոխելուց լրիվ։ Որտեղից են այն մտքերը, որ ձեր ընտրած հագուստը կամ շատ ավելի երիտասարդական են, կամ ավելի շատ հարիր են տարեց կնոջ համար։ Դա ձեր անձնական կարծիքն է, թե կողքից։ Կարծիք եմ լսել, երբ մեծ աղջկաս հետ քայլելիս մեզ քույրերի տեղ դրեցին։ Մի կողմից ուրախալի է, որ ջահել տեսք ես ունենում, բայց մի կողմից էլ չես ուզում չափից ավել երիտասարդ երևալ, գուցե տգեղ է։ Նաև կողքից կարծիքներ եմ լսել, որ մի քիչ ավելի մեծ տարիքի հագուստ եմ հագնում։ Չեմ ձգտում նաև տատիկ դառնալ ժամանակից շուտ, դրա համար ուզում եմ խորհուրդ հարցնել մեր ոճաբանից, տեսնել ինքը ինչ խորհուրդ կտա։ Ինչպես արձագանքեցին ընտանիքի անդամները եւ ինչ սպասելիքներ նրանք ունեն։ Արձագանքը շատ դրական էր, իրենք բոլորն էլ կողմ են, որ ես շատ լավ տեսք ունենամ, երջանիկ լինեմ։ Նրանք էլ են կողմ կտրուկ փոփոխությունների։ Իրենք կողմ են այն ամեն ինչին ինձ երջանիկ է դարձնում։ Արմինե, հետաքրքիր է թե ում արձագանքին եք ամենից շատը սպասում։ Երևի փոքրիկ աղջկաս արձագանքին, որովհետև ինքը ինքան էլ չի տեսել ինձ փոփոխություններով, մեծ դուստրերս ավելի սովոր են ինձ ոճային փոփոխություններում, նույնիսկ իրենք հիմա ինչ-որ խորհուրդներ են տալիս ինձ ոճի ընտրության հարցում, այնպես որ փոքրիկի ռեակցիային եմ սպասում։ Ամենաշատը։ Այո։ Հագուստ ընտրելիս ո՞րն է ձեզ համար ամենադժվար պահը։ Դժվարանում եմ համադրել գեղեցիկը, ոճայինը եւ հարմարավետը։ Իսկ ինչ տեսակի հագուստն է առաջին հերթին գրավում ձեր ուշադրությունը։ Բացի հարմարավետությունից, նաեւ ինձ համար կարեւոր է կանացիությունը։ Կանացիություն, հարմարավետություն, ոճային, շատ աշխատանք ունենք անելու։ Ես Ելենան եմ, 16 տարեկան, Արմինեի միջնեկ աղջիկն եմ։ Մայրիկի ոճը գրասենյակային է, քանի որ աշխատում է։ Ես կուզեի, որ մայրիկի ոճը տարբերվեր, ավելի շատ սկսեր առօրյա ոճով հագնվել ու մի քիչ այդ գրասենյակայինը փոխվեր։ Երբ իմացա, որ մաման պետք է գնա կերպարանափոխության, իրականում ուրախ էի իր համար, որովհետև մաման էլ գիտեմ էլի, որ մաման շատ է սիրում այդ կերպարանափոխություններ, անընդհատ իր ոճը փոխել, գտնել նորը։ Ոճափոխությունից հետո կուզեի, որ մաման կարողանար
դասականը եւ հարմարավետ է իրար հետ կարողանար ճիշտ համադրել։ Արմինեի կերպարանափոխությունը կիրականացնեն ոճաբան դիզայներ Զարա Հարությունյանը, վարսահարդար Սաթենիկ Զարգարյանը եւ դիմահարդար Տաթևիկ Հովանեսյանը։ Կարծում եմ ծանոթ եք Արմինեի պատմությանը, խնդրեմ նկարները նաեւ։ Իսկ հիմա պատմեք, թե ինչպես եք նրա կերպարանափոխությունը պատկերացնում։ Զարա, ոճայինը իհարկե մենք պետք է շփվենք եւ հասկանանք, թե ինքը ինչ ոճ է նախընտրում եւ ոնց կարող ենք մենք նրան կերպարանափոխել։ Հիշեցնեմ, որ Արմինեն ուներ խնդիր հագուստ ընտրելիս կամ շատ երիտասարդական էր նրա մոտ ստացվում կերպարը եւ ոճը կամ ավելի մեծացնում էր, այսպես ասեմ, տարիքով։ Մենք կմիքսենք, կհասկանանք, որ չկա տենց տարբերություն մեծահասակ եւ երիտասարդ։ Սաթենիկ, ինչպես է պատկերացնում նրա կերպարանափոխությունը։ Նայելով Արմինեի նկարները, ես տեսնում եմ, որ նա շատ համարձակ է, մազերի հետ կապված, ունեցել է տարբեր կտրվածքներ, երանգավորումներ, բաց, մուգ, տաք, սառը։ Այժմ Արմինեի մազերը միջին երկարության են, ինչը մեզ թույլ կտա որոշակի փոփոխություններ անել։ Ես պատկերացնում եմ այսպես, որ Արմինեի մազերը մի փոքր ավելի կարճացնենք, գունային փոփոխություն անենք, տեսնում եմ սառը երանգների մեջ նրա գույները, մի քիչ մուգ ֆոնի վրա բաց շտրիխներ, ինչ որ այդպիսի հետաքրքիր բան եմ պատկերացնում, ինչ կասեք։ Այսինքն մենք ասում ենք սառը երանգ, բայց ավելի փափկացնում ենք նրա դիմագծերը։ Իսկ դիմահարդարումը Տաթև կլինի ավելի այսպես վառ գույների մեջ։ Վառ գույներով չեմ պատկերացնում Արմինեին, հիմնականը կլինի պաստելային երանգների մեջ, իհարկե Զարայի շնորհիվ թե ինչ հագուստ կընտրենք, ըստ դրա արդեն կպատկերացնեմ նրա ընդհանուր ոճը, բայց միևնույն ժամանակ հիմնականում կաշխատեմ հողագույն երանգներով, որտեղ նրա մաշկի երանգին, նրա դեմքի ուրվագծերը ընդգծելով էլ ավելի կներբացնեմ նրա դիմագծերը եւ միևնույն ժամանակ կաշխատեմ հոնքերի հետ, որովհետեւ հոնքերը շատ կարեւոր ընդգծվածություն են տալիս դեմքին, ունի կոր հոնքեր, միևնույն ժամանակ անկյունային հատվածները մի փոքր կբարձրացնեմ, քանի որ նրա աչքերը պոչիկի հատվածը մի փոքր կախնկած է, կբարձրացնեմ եւ հոնքերի շնորհիվ եւս բարձրություն տալով ընդհանուր դիմագծերը կբարձրացնեմ վերև։ Եվ հայացքը անմիջապես կփոխվի, համաձայն եմ։ Եվ հիշում եմ, որ նա շատ էր սիրում նաեւ այդ պաստելային գույները։ Այո, շատ էր սիրում պաստելային գույները, չի լինի կոնտրաստ, չի լինի վառ գույներ եւ մենք ավելի կհիմնվենք պաստելային գույների մեջ։ Ես համաձայն եմ ձեր որոշումների հետ, որովհետև ես կողմ եմ փոփոխությունների եւ այստեղ զգացվեց, թե ինչ մեծ փոփոխություններ են սպասվում Արմինեին։ Միանշանակ փոփոխությունները ակնհայտ կերևան։ Սա ամենակարևորն է։ Հուսամ Արմինեն մեզ կվստահի եւ շատ ուրախ կլինի փոփոխությանը։ Աղջիկների հետ մենք շփվեցինք եւ հասկացանք, որ մենք այնպես մի զարկերակի վրա ենք, գրեթե հասկանում ենք կես բառից։ Ոճի հետ կապված մենք կշեշտենք նրա կանացիությունը։ Զարայի եւ Սաթենիկի հետ ունեցել ենք շատ հաճելի քննարկում, քանի որ նրանց հետ առաջին անգամը չէր, որ համագործակցում էի, Արմինեի կերպարը մշակել ենք շատ հետաքրքիր, ինձ թվում է վերջնական արդյունքում դուք ինքներդ էլ կհամոզվեք, երբ որ տեսնեք։ Շատ շուտ եկանք ընդհանուր հայտարարի ու հասկացանք ինչ ենք ուզում անել։ Արմինեն ունի միջին երկարության եւ խիտ մազեր, ինչը թույլ է տալիս մեզ տարբեր կերպարներ ստանալ, բայց մենք որոշեցինք, որ Արմինեի համար ստանանք ավելի թեթև ու ամենօրյա խնամքի համար ավելի հարմար սաներվածք։ Արմինեի զգեստապարանի վերլուծությունն այսօր կիրականացնենք ոճաբան Զարա Հարությունյանի հետ։ Մենք առանձնացրել ենք այն հագուստը, որը Արմինեն շատ հաճախ կրում է։ Միասին հասկանանք, թե որքանով է այն համապատասխանում թե նրա կառուցվածքին եւ թե նրա կերպարին։ Ես այո ուսումնասիրեցի եւ գրեթե շատ բան չեմ առանձնացրել, այս երկրաչափական պատկերները, որ Արմինեին կկորցնի, որովհետեւ նա ասենք նրբամարմին է, այս ծաղկավորը, որ այսօր էլի թրենդային է եւ ես Արմինեին խորհուրդ կտամ, թե պետք նա չի սիրում ջինս կրել, բայց ես կփորձեմ այս սա սարքել ռետրո, սա կարող է կրել ջինս հետ, աբաթի հետ, հոլիդեյ, աքսեսուարներ մի երկու հատ ավելացնենք, սա նորից կլինի թրենդային։ Ես կարծում եմ Զարան կոտրում է բոլոր կարծրատիպերը Արմինե, այդպես է։ Ես գտնում եմ, որ ոչ մի ժամանակավրեպ զգեստ ու ընդհանրապես չկա։
Լավ, արի հասկանանք, թե ինչ կառուցվածք ունի Արմինեն եւ ինչը պետք է բացառել, ինչ ձևացքներ է նրան ավելի մոտ եւ ինչ գույներ պետք է ընտրել։ Շփվելով Արմինեի հետ հասկացա, որ ինքը շատ սիրուն գույները կարող է համադրել։ Բացառել ենք ուրեմն երկար փեշը, կբացառեմ այսպես ասած oversize բաճկոնները։ Զարա ջան, կուզեի լսել ձեր մասնագիտական կարծիքը, թե ինչպես կարողանամ իմ զգեստապահարանը բերել մի բալանսի, որ համապատասխան լինի եւ իմ ցանկությանը ունենալ կանացի տեսք, եւ իմ կենսակերպին, որովհետեւ աշխատում եմ գրասենյակում, եւ իմ տարիքին։ Ես ինչքան հասկանում եմ, Արմինեն շատ կանացիություն է սիրում հագուստի մեջ եւ տեսնելով նրա կիսաշրջազգեստները, ես միայն կողմ եմ, որ կանայք կրեն կանացի, որովհետև այսօր երիտասարդները հրաժարվում են կանացիությունը ընդգծող հագուստից։ Ես միայն խորհուրդ կտամ պրինտերով մի տեսակ oversize նորից կրկնեմ կներեկելի, որ ասում եմ դա ձերը չի հաստատ։ Շնորհակալություն Զարա, շնորհակալություն Արմինե, հիշում ենք Զարայի բոլոր խորհուրդները եւ գնում ենք գնումների։ Զարայի հետ շատ հեշտ էր աշխատել, մենք հոգեպես իրար շատ մոտ ենք, ինչի համար շատ ուրախ եմ։ Վերլուծելով իմ զգեստապահարանը, Զարան շատ հետաքրքիր խորհուրդներ ինձ տվեց, թե ինչպես արդեն իմ ունեցած հագուստներով, ուղղակի որոշ աքսեսուարներ ավելացնելով ես կարող եմ ավելի ակտուալ եւ իմ տարիքին համապատասխան տեսք ունենալ, ինչպես նաեւ խորհուրդ տվեց ներառել հագուստի որոշ պարագաներ, որոնք ես մինչև այդ չէի նկատի ունեցել։ Արմինե եկավ սպասված գնումների ժամանակը, պետք է ընտրել երկու կերպար, վերհիշելով Զարայի բոլոր խորհուրդները, Զարան ձեր կողքին է լինելու, օգնելու է, որպեսզի հետագայում ինքնուրույն կարողանաք ընտրել ձեզ համապատասխան հագուստ։ Հա, հիմա մենք կփորձենք ընտրել Արմինեի հետ այն, ինչ ինքը չի պատկերացրել կրել դա առօրյայում։ Գնումների տակնկալիքներս մեծ են, Զարայի հետ պայմանավորվել ենք ուշադրություն դարձնել այն էլեմենտներին, հագուստի, որոնք ես սովորաբար իմ առօրյայում չեմ կրում։ Սա զուտունակի շատ երկար է, դուք չեք սիրում կրել, քանի որ մոխրագույն այսօր տրենդային։ Ընտրեցինք ուրեմն կիսադասական, մի քիչ դասական, մի քիչ սպորտային առօրյա, մի խոսքով դա ամբողջը մենք կմիքսենք եւ դուք կտեսնեք վերջնական կերպարը։ Մինչ Զարան եւ Արմինեն կընտրեն հագուստը, ես դες կպատմեմ, թե ինչպես կարելի է առօրյա հագուստը ոճավորել եւ ստանալ հետաքրքիր կերպար։ Այս առօրյա կերպարը կարող է ավելի հետաքրքիր տեսք ունենալ։ Բաց վարդագույն վերնաշապիկը համադրում եմ սպիտակ շապիկի հետ։ Սպորտային կոշիկները փոխարինում եմ կարմիր բարձրակրունկներով եւ ավելացնում կարմիր գոտի։ Որպես լրացում օգտագործում եմ ոսկեգույն խոշոր զարդեր։ Նուրբ ցանցավոր գործվածք ունեցող կիսաշրջազգեստի տեսքը լիովին կփոխվի, երբ դրա վրայից գրենք կարճ ջինսեր կիսաշրջազգեստ։ Սպիտակ սպորտային կոշիկների փոխարեն ընտրում եմ բորդո բարձրակրունկներ եւ ստանում գունային հետաքրքիր կոնտրաստ։ Զարդերից ավելացնում եմ վզնոց ու ամբողջական կերպարը երկնագույն ջինսե բաճկոնով։ Ինք ավելի շատ նախընտրում է սենց պայծառ գույների, որի վրա կային ավելի շատ սենց արտահայտիչ կոճակներ, արտահայտիչ ինչ-որ դետալներ։ Ես թույլ տվեցի նա փորձեր եւ նա հասկացավ, որ չէ, ամեն դեպքում դա իրենը չի։ Գնումները անցան շատ հետաքրքիր, Զարայի հետ ընտրել ենք ոճային, ինչ-որտեղ իմ համար ոչ այնքան բնորոշ հագուստ, նաև գնումների ընթացքում Զարան ինձ հուշեց որոշ ոճային հնարքներ, որ մինչև այդ ես նույնիսկ գաղափար չունեի այդպիսի հնարքների մասին, կփորձեմ հետագայում օգտագործել դրանք։ Ուրախ եմ, որ ձեր հետ պետք է աշխատեմ, Արմինե ջան։
պատմեք մի փոքր ձեր մազերի մասին, վերջին ժամանակահատվածում ինչ փոփոխություններ եք արել։ Գունաբացել եմ, փորձել եմ գունաբացել, որովհետև սպիտակ մազերս շատ են, ինչ որ կերպ փորձում եի քողարկել այդ սպիտակ մազերը։ Գունաբացեցի, բայց այնքան էլ երանգը դուրս չեկավ, նորից մի թեթև մուգ երանգի եմ անցել։ Շատ լավ, ես տեսնում եմ, այստեղ մի փոքր վնասված մազեր ունեք, փոփոխությունների հետ կապված ինձ թվում է դեմ չեք լինի, պատրաստ եք։ Ուզում եմ ընտրենք այնպիսի սանրվածք, որ ոչ միայն նորաձև կլինի, այլ կընդգծի ձեր դեմքի առանձնահատկությունները, համահունչ կլինի գույնը ձեր մաշկի գույնի հետ եւ ամենակարևորը որ լինի հարմարավետ ու հեշտ խնամվող։ Իհարկե հեշտ խնամքը նաեւ շատ կարեւոր է իմ համար։ Շատ լավ, ուրեմն գնացինք։ Գնացինք։ Արմինեի հետ աշխատանքը շատ հեշտ ստացվեց։ Նախ սկզբում, երբ որ հանդիպեցինք, ինքը պատմեց իր մազերի ողջ պատմությունը, ինչ փոփոխություններ է արել, հասկացանք, որ ինքը պատրաստ է կտրուկ փոփոխությունների, գույնի հետ կապված, կտրվածքի հետ կապված, նրա միակ պայմանն այն էր, որ չծափրենք իր գլուխը։ Սաթենիկի հետ քննարկեցինք իմ սանրվածքը, հնարավոր գունային լուծումները։ Հույս ունեմ, որ նկատի կունենա ինքը իր որոշումը ընդունելիս։ Իրեն խնդրել եմ ուղղակի այնպիսի սանրվածք ընտրել, որ հետագայում ես այն հեշտությամբ կարողանամ պահպանել եւ խնամել։ Արմինե ջան, ուրախ եմ ձեզ տեսնել։ Հիմա կանեմ ձեզ համապատասխան դիմահարդարում եւ միևնույն ժամանակ կտամ ձեր մաշկին համապատասխան խորհուրդներ։ Տարիքային դիմահարդարման ժամանակ ամենակարևորը խոնավացումները փուլային անելն է։ Առաջին փուլը դա փայլուն էֆեկտով խոնավացումն է։ Ընթացիկ կարող եք նաև անել սփրեյով խոնավացումներ, որը որ էլ ավելի խորը խոնավություն է ապահովում։ Այնուհետև շիճուկային խոնավացնողն ենք օգտագործում։ Այսպիսով ապահովում ենք մաշկի թարմ եւ բնական տեսքը։ Երբ որ ունենում ենք աչքերի տակի մուգ շրջանակներ, այդ դեպքում պետք է օգտագործենք տաք քողարկիչներ, կլինի ծիրանագույն երանգով, կլինի կարմրավուն երանգով, այնուհետև տոնայինը դնելուց կապահովենք մուգ շրջանակների վերացումը։ Տարիքային դիմահարդարման ժամանակ խուսափում ենք օգտագործել ծանր տոնային քսուկներ, հնարավորինս թեթև, որպեսզի պարզապես ապահովենք առողջ բնական փայլը մաշկի։ Քանի որ ունենք կախնկած կոպեր, որոշակի շտկումներով, բայց նուրբ դիմահարդարմամբ կքողարկենք դա եւ որոշակի շտրիխներով կբարձրացնենք կոպերը։ Ձեր կոպերի դեպքում չենք օգտագործում աղեղներ, պարզապես անկյունային հատվածը ստվերով բարձրացնում ենք վերև, որպեսզի վիզուալ բարձրացնենք ձեր հայացքը։ Խուսափում ենք օգտագործել անփայլ շրթներներ, փոխարինելով փայլով։ Տաթևի հետ նույնպես ունեցանք քննարկում իմ դիմահարդարման վերաբերյալ, քանի որ առօրյայում շատ քիչ եմ օգտագործում դիմահարդարում կամ ընդհանրապես չեմ դիմահարդարվում, նա ինձ խորհուրդ տվեց որոշ միջոցներ, որոնց օգնությամբ իմ մաշկը կլինի ավելի առողջ եւ երիտասարդ, նույնիսկ առանց դիմահարդարման։ Արմինեի հետ խոսելու արդյունքում հասկացա, որ նա դիմահարդարման կողմնակից չի առհասարակ կամ շատ քիչ դիմահարդարում է նախընտրում, այդ իսկ պատճառով կպահպանեմ նրա նախասիրությունները, բայց միևնույն ժամանակ կավելացնեմ որոշակի դետալներ, կանեմ բնական դիմահարդարում միևնույն ժամանակ ավելացնելով լիֆտինգ էֆեկտը։ Քանի որ այս տարի շատ ակտուալ է հողագույնի կամ ծիրանագույնի երանգները, որոշակի դետալներով կավելացնեմ եւ կընդգծեմ նրա դիմագծերը։ Զարա, մինչ Արմինեին կտեսնենք այլ ոճով, կխնդրեմ մի քանի բառով ներկայացնես, պատմես նրա նոր կերպարների մասին։
Շփվելով նրա հետ ես հասկացա, որ ինքը բազմազան փոփոխություններ արել իր կյանքում։ Ես հենց փորձեցի ստանալ մինիմալը եւ այսպես ասած առօրյա համ սպորտային, որը նա չէր ընդունում, ստացել ենք մի հատ կանանցի, մի հատ այսպես ասած casual ոչ, որ երկու ձևով է նա կարող է վստահ գնա գործի։ Իսկ անհամաձայնություններ գնումների ժամանակ եղել են։ Չէ, հավատացեք, նորից եմ կրկնում, եթե որ Արմինեն ամեն ինչ փորձել է, ինքը ամեն ինչին նորից կողմեր եւ այս հագուստները շատ բազմաֆունկցիոնալ են։ Շատ բազմաֆունկցիոնալ, հավատացեք, երկուսը կդառնա 4-ից ավել։ Ես անհամբեր եմ, եկեք այստեղ հրավիրենք Արմինեին։ Ինչ էմոցիոնալ պահ է, չէ՞։ Սպասում ենք ձեր կարծիքին։ Սա ես եմ։ Սա դուք եք եւս մեկ անգամ կարող եք նայել։ Ես ինքս երբեք չէի ընտրի այս շրջազգեստը, կհիանայի նրանով մանիկենի վրա կախած, բայց ինքս իմ վրա երբեք չէի պատկերացնի, որ այս տեսքը կունենամ։ Շնորհակալ եմ շատ Զառա, որ ինձ հանեցիք իմ զոնա կոմֆորտից, այսպես ասեմ։ Կարևորը դուք գոհ լինեք Արմինե։ Արմինե, ինչպես եք ձեզ զգում այլ ոճով։ Մի փոքր անսովոր է, բայց հույս ունեմ ամեն օր աշխատանքի արդեն այս տեսքով կգնամ։ Իսկ ինչն է այս կերպարում ձեզ ամենից շատը դուր եկել։ Շրջազգեստը։ Կարող եք նայել, կրկին նայեք, որպեսզի ձեր աչքը սովորի ձեր նոր կերպարին։ Զարա, կխնդրեմ նաև մի քանի բառով ներկայացնես երկրորդ կերպարը եւ հենց երկրորդ կերպարով ենք գնալու հանդիպենք աղջիկների հետ։ Երկրորդ կերպարը արդեն մի քիչ այլ է։ Ջինս է տաբատա, կարճ տրենչ, վերնաշապիկ, կոտիով, ընդեղ էլի գույնային գաման մենք կփոխենք, համս կարող է կրել Արմինեն այս պայուսակի եւ այս կոշիկների հետ եւ նրա մյուսի, որ էլի շագանակագույն են, արդեն ոչ բարձրակրունկ, ավելի կիսասպորտային, բայց դա էլ մենք կկարողանանք սարքել կլասիկ օտել առօրյա։ Շատ կարևոր է եւ կոշիկները եւ հագուստները բազմաֆունկցիոնալ է Զարան ձեզ համար ընտրել Արմինեն։ Անգամ աքսեսուարներն էլ Արմինե ջան։ Շատ հետաքրքիր է թե ինչպես են արձագանքելու նաեւ ձեր աղջիկները։ Ես առաջարկում եմ գնալ եւ չչարաշահել նրանց համբերությունը։ Այո։ Աղջիկներ, գիտեմ, որ մայրիկը շատ հաճախ է դիմել ոճային փոփոխությունների։ Այս անգամ պատկերացնում եք, թե ինչ ոճով եք նրան տեսնելու։ Անկեղծ ասած չէ։ Ընդհանրապես չեմ պատկերացնում։ Իսկ ինչ սպասումներ ունեք։ Կտրուկ փոփոխությունների սպասում եք։ Կտրուկ չէ, բայց սպասում ենք ավելի լավ տարբերակին։ Ես գիտեմ, որ մայրիկը շատ անհանգիստ է հենց Նարեի արձագանքից։ Նարե, պատկերացնում ես մայրիկը ինչ փոփոխությունների դիմաց կլինի։ Չէ։ Մազերը երկար էին, չէ՞ մամայի։ Հիմա երևի կարճացրած է։ Ավելի կարճացրել է։ Լավ, ես առաջարկում եմ, որպեսզի այսպես չմտածենք, թե ինչ փոփոխություններ է լինելու, ես առաջարկում եմ, որպեսզի մայրիկին կանչենք հենց այստեղ տաղավար։ Արմինե, մենք ձեզ սպասում ենք։ Շատ սիրուն է։ Նարե, քեզ դուր եկավ մայրիկի նոր ոճը։ Ինչը ամենաշատը ինչը դուր եկավ։ Իր այս շորը։ Ահա, բաճկոնը, էլ Էդի իր դեմքը։ դիմահարդարումը։ Հա, Հա, դիմահարդարումը։ շատ սիրուն է ստացվել։ Իսկ ձեզ Ամեն ինչ, ամեն դետալը դուր եկավ։ Շատ սիրուն է։ Արմինե, ինձ մնում է միայն մաղթել ձեզ ներդաշնակություն եւ մեծ հաջողություններ։ Թող նոր ոճը նոր գույներով լցնի ձեր կյանքը։ Շնորհակալ եմ շատ։ Միասին ձեր չքնավ աղջիկների հետ։ Իհարկե։ Շատ սիրալված է նայում Նարեն։ Վերջնական արդյունքը ուղղակի հիանալի էր ու ամենակարևորը Արմինեն իր նոր ոճում իրեն զգում է շատ հարմարավետ։ Արդյունքը հիանալի էր ու ամենամեծ գնահատականը դա Արմինեի փայլուն աչքերն էր, որոնք ես տեսա աշխատանքը իրականացնելուց հետո։
Շնորհակալ եմ շատ նախագծի բոլոր մասնագետներից, ոճաբանից, դիմահարդարից, վարսահարդարից, իմ նոր ոճի համար շատ գոհ եմ։ Հուսով եմ իմ բոլոր բարեկամները եւ ընկերները իմ նման էլի գոհ կլինեն իմ նոր ոճից, կաշխատեմ հնարավորինս երկար պահպանել ինձ այս ոճի մեջ։ Սպասումներս արդարացված են, շատ շնորհակալ եմ, որ եւ Զառան, եւ Տաթևը, եւ Սաթենիկը հնարավորինս հասկացան ինձ եւ այնքան էլ չփոխեցին, չնայած որ ես հիմա շատ ավելի լավն եմ, հույս ունեմ բոլորին դուր կգա։